օրինակներ են, բայց դուք ձեզ կամ ձեր հարազատին ուղղորդեք մարզային որևէ կլինիկա Չարեն Ցավանը, Հրազդանը, Աշտարակը, Երվարդը, Սևանը, օրինակ սոնոգրաֆիա անցնելու։ Միանշանակ, այո, իհարկե կան ծառայություններ, այո, Վահե ջան։ Ես ձեզ օրինակ չէի օրինակ Չարեն Ցավանը կամ Հրազդանը սոնոգրաֆիա անցնել, որտեղ ներողություն, որտեղ կարող է սոնոգրաֆիստը նայի եւ վարժի, որտեղ օրինակ, գիտեմ, երի կամ փոք կամ լիարժ չունեք, բայց բնականաբար ունեք եւ նորմալ գործում։ Դա այդ բոլոր դեպքերն է եւ իմ հարազատը եւ ես պիտի առնչվենք նաեւ որպես Հայաստանի քաղաքացի եւ եթե կա խնդիր բարձրացնենք եւ լուծումներ պահանջենք։ Սա որպես քաղաքացի եմ ասում ձեր նշած հարցի կոնտեքստում։ Իսկ մյուս առումով, այո, ես կարծում եմ, որ այսօր մեր մարզային բժշկական կենտրոնները վերջին տարիներին շատ մեծ զարգացում են ապրել։ Եվ օրինակ, Գյումրու բժշկական կենտրոնը եւ Վանաձորի բժշկական կենտրոնը այսօր ստրոկ ծրագրի մի մաս է կազմում, որը բավականին բարձր ուրեմն հմտություններ, գիտելիքներ պահանջող ծառայություն է եւ ես հպարտ եմ դրա համար։ Հաջորդիվ, իհարկե այս գործընթացը շարունակական է եւ բժշկական օգնության որակից ես եթե վերցնենք, մենք Երևանն էլ չենք կարծում, որ հասել ենք մեր թիրախներին։ Իհարկե չենք հասել։ Եվ սա անընդհատ process է, որ եւ թե Երևանում եւ մարզային կենտրոնների բուժօգնության որակը պիտի փոխվի։ Քննադատում են, որ մարզային բուժ կենտրոններում նորմալ մասնագետներ չկան, որովհետեւ նախարարի թվերը հիմա չեմ հիշում հրամանի անունները, համարները, X2 հրաման, այդ հրամանների պատճառով նաև նորմալ վարչատրությունության մեխանիզմ չի դրված, որպեսզի կարողանան բարձրակարգ մասնագետներ բարձրացնել գտնել եւ տանել մարզերում աշխատելու։ Դրա համար, ասենք, չգիտեմ, մարդիկ կարող են օրինակ խատավի կամ կանաչի ծախող աշխատել ավելի հեշտ, քան ասենք վիրաբույժ որոշ կողմերում կամ ասենք սոնոգրաֆիա։ Ուրեմն մեր պետական քաղաքականությունն է, որ ծառայությունների ծավալը պետական պատվերով ընդլայնվի եւ դա առաջինը հենց շատ կարևոր է մարզային բժշկական կենտրոնների համար, որ հասանելիությունը բուժօգնության մեծանա, որտեղ մարզային մեր բնակչության համար ուրեմն վճարունակության խնդիրը շատ ավելի սուր է դրված, քան թե Երևանում, եւ սա օգնում է, որ ծավալը մեծանալու պարագայում վերանայվեն նաև աշխատավարձերը։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ լավ կառավարման արդյունքում հնարավոր է հասնել նաև բուժաշխատողների աշխատավարձերի վերանայման եւ մենք դրան շատ լավ օրինակներ ունենք հենց մարզային բժշկական կենտրոններում։ Կոնկրետ բժշկական կենտրոնը։ Այստեղ արդեն ձեր պատասխանատվությունը մեծանում է։ Այո, իհարկե։ Հիմա գուցե արդեն դուք պետք է լավ կառավարեք, որ այդ աշխատավարձերն էլ բարձր լինի, ոչ թե շուկայի տնօրեն։ Դե հարցը անտեղին է եւ կարծում եմ հենց դուք լավ կառավարում նկատի ունեք հիվանդանոցի տնօրենները թե նախարարությունը։ Բա ով է կառավարում հիվանդանոցը։ Բժշկական կենտրոնը ով է կառավարում, կոնկրետ կազմակերպություն ով է կառավարում։ Իրենք ուղղորդում են նաև նախարարությունը հրամաններով։ Իհարկե։ Դուք այդ հրամանները փոխեք։ Եվ մենք էլ քաղաքականությունը շարունակաբար տանում են դրան, որպեսզի ավելի մեծ ռեսուրսներ ուղղվեն բժշկական կենտրոններ, սարքավորումներով հագեցվեն, որ ձեր ասած նույն բարձրակարգ մասնագետները կարողանան իրենց ուրեմն բժշկական գիտելիքներն ու հմտությունները ճիշտ կիրառեն։ Տիկին նախարար, լավ, դուք ամեն դեպքում այդ կադրային բազային մասով ձեզ չի մտահոգում, որ իսկապես կան բժիշկներ, որոնք չեն տիրապետում իրենց մասնագիտությանը։ Օրինակ ավտովթարից ծանր վիրավորված քաղաքացուն տանում են Հրազդանի բժշկական կենտրոն, ինձ այդպես են ասել, այսինքն զրպարտան կանգаш չունի, ես աշխուժ չեմ տեսել, բայց ասացին, որ այդ մարդու մոտ լիարդը պատրված է եղել ավտոբուսից, այդ մարդիկ բժիշկը Հրազդանում չեն տեսել, որ լիարդը պատրված, ուղղակի են Երևան արդեն ուշ եղել։ Ձեր ես կոնկրետ, եթե կոնկրետ ունեք որոշակի դեպք, որի մասին բարձրաձայնում եք, պետք է տաք մեզ, մենք էլ կոնկրետ այդ մասերով զբաղվենք։ Տեսեք։ Ավելի վաղ աշտարակում է նման դեպք եղել մի Դե գիտեք հիմա ինչ նման դեպք, ինչ դեպք, եթե կոնկրետ բժշկական կենտրոնը չունի տվյալ ծառայությունը մատուցելու ուրեմն աստիճանը, այո, պետք է ուղղորդի Երևան, բայց պիտի հասկանալ ձեր կոնկրետ դեպքն։ Խնդրեմ տվեք կոնկրետ դեպքը, մենք կհետևենք։ Ես կխնդրեմ ընդհանրական գնահատականներ չտալ, այո, ինչպես բոլոր ոլորտներում են, մենք ունենք եւ շատ լավ մասնագետներ, եւ միջին մասնագետներ, եւ մասնագետներ, որոնք կարիք ունեն իրենց գիտելիքներն ու հմտությունները անելու, բարձրացնելու։ Եվ այստեղ գիտեք ինչն է կարևոր, որ Հայաստանի Հանրապետությունում բժշկի լիցենզավորման ինստիտուտը, որը 2000-ական թվականներին հանվեց, նաեւ
դրա արդյունքում է, որ շատ բարդ է կոնկրետ բժիշկի կողմից ոչ քրեական գործի շրջանակներում, բայց նույն մասնագիտական բաց թողումների մասով հստակ փոփոխությունների հասնել։ Բայց մենք այդ օրենքը արդեն ընդունել ենք եւ մասնագիտական լիցենզավորման պահանջը 2025 թվականից մտնում է փուլային կգնա 3 տարվա մեջ կներդրվի եւ սա էլ կնպաստի, որպես մենք մեր համակարգում որևէ ուրեմն բժիշկ չունենանք, որը բավարար գիտելիք ու հմտություն չունի։ Ես հիմա այդ ելնելով բանում չեմ տա, բայց մարզային ԲԿՄ-ի բժիշկ կա, որ քրեական գործածություն հիշեցի, որ այս բանի քրեական գործընթացը թմրանյութը օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկել ձեռքբացավելու էլի շարունակում աշխատել։ Խնդրեմ էթիկայից ելնելով ճիշտ է կամ չեք հնչեցնում, բայց ինձ փոխանցեք, ես անպայման կզբաղվեմ դրանով։ Մի բան էլ էլի։